Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am. Mr. Maragos, a few days ago, Պարոն դեսպան, մի քանի օր առաջ բոլոր Եվրամիության անդամ երկրների դեսպանները Հայաստանում հանդիպումներ ունեցան ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի, վարչապետի, փոխարտգործնախարարի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Տարածված հաղորդագրությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ որևէ աշխատանք տարվել է Հայաստանի 2026 թվականի անդամակցության հայտ ներկայացնելու հետ կապված, թե ոչ։ Կարող եք մանրամասներ հաղորդել։ Thank you very much for the opportunity to talk to your viewers. We are very grateful to the Armenian government, parliament, but also other partners for receiving the member states. Նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին եւ մյուս գործընկերներին Եվրամիության անդամ պետությունների դեսպաններին ընդունելու համար։ Շատ օգտակար քննարկումներ ունեցանք, հանդիպումներ, Եվրամիություն Հայաստան խորացող գործընկերության մասին քննարկում ունեցանք եւ Հայաստանի տեսլականը խաղաղության կարգավորման վերաբերյալ այս տարածաշրջանում եւ քննարկեցինք, թե ինչպես ավելի խորացնել մեր համագործակցությունը, որպեսզի ապահովենք գործընկերության արդյունքները Հայաստանի քաղաքացիների կողմից գիտակցված եւ ընկալելի։ Մենք իրականացնում ենք ծրագիր Սյունիքում, ամենայն հավանականությամբ դուք գիտեք, որ այն ունի տարբեր բաղադրիչներ, տարբեր ենթակառուցվածքային վերականգնվող էներգետիկա եւ քաղաքացիներին օգնություն ու պիլոտային ծրագրեր։ Ամբողջ Հայաստանով մեկ իրականացնում ենք ծրագրեր աջակցելու կառավարության կողմից նախաձեռնվող բարեփոխումներին, տնտեսական դիմակայունություն, տնտեսական դիվերսիֆիկացիա եւ այլն։ Հստակ քննարկում կոնկրետ դիմումի վերաբերյալ չկա, բայց մենք տեղյակ ենք, որ Հայաստանն ունի նկրտումներ ավելի մոտ լինելու Եվրամիության հետ եւ մենք դիտարկում ենք ինչպես անել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման process-ը ավելի կոնկրետ եւ հստակ լինի, որպեսզի կառավարությանն օգնենք այդ հարցում։ But we have noticed that Armenian aspirations are to get closer to the European Union, and we discussed how we can make sure that the current process of deepening of EU-Armenia relations can be as concrete as possible when it comes to the benefits for the Armenian citizens. Ինչպես է գնահատում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլը եւ վիզաների ազատականացման գործընթացը։ You know, we are preparing. Very important. Yeah, we are preparing a new partnership agenda. When the High Representative Mrs. Kaya Kallas was in Armenia, she announced the end of the negotiations. I'm very pleased to say that in the next couple of weeks we expect the formal approval of this partnership agenda. Դուք գիտեք, որ մենք նոր գործընկերության օրակարգ ենք նախաձեռնել։ Հայաստանում էր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ այդ բանակցությունները մեկնարկեց։ Ուրախ եմ ասել, որ մի քանի շաբաթից մենք ակնկալում ենք այս գործընկերության օրակարգի ֆորմալ հաստատումը, որը մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կբարձրացնի։ Ըստ էության, Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան մոտ, սերտ չեն եղել եւ տեսնում ենք երկկողմանի հանձնառությունը այս գործընկերությունը ամրապնդելու համար։ Կարող եմ ընդգծել նաեւ, որ արդեն հայտարարել ենք դիմակայունության եւ աճի երկրորդ փուլի մեկնարկը, երբ հանձնակատարներ այստեղ Հայաստանում եւ ակտիվ աշխատում ենք Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի այս գործընկերությունը շատ կոնկրետ լինի հողի վրա։ Մենք նաև քննարկում ենք փոխկապակցվածությանն ուղղված ծրագրեր այդ օրակարգի շրջանակում եւ գիտեք, Եվրոպական միությունը նախաձեռնում է ծրագրեր Հայաստանի տարածքում, բայց Վաշինգտոնում օգոստոսի 8-ի իրադարձություններից հետո ես վստահ եմ, որ կլինեն ավելի շատ հնարավորություններ։ Վիզաների ազատականացումը նաև շատ կարևոր դրույթներ է պարունակում գործողությունների ծրագրի նոր օրակարգի առումով եւ մենք պետք է երկկողմանի ակտիվ աշխատենք, որպեսզի օրակարգը իրականացնենք եւ ավելի սերտացնենք ժողովուրդ-ժողովուրդ կապերը, որից կշահեն եւ Եվրամիության եւ Հայաստանի քաղաքացիները։ Անցյալ շաբաթ մենք պաշտոնապես հանձնել ենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է հստակ թիրախներ, հենանիշեր։ Այդ ծրագիրը շատ լավ ընդունվել է Հայաստանի կողմից եւ մենք պիտի այս պահին գործողություններ իրականացնենք, որպեսզի վիզաների ազատականացման ռեժիմն իրականություն դարձնենք Հայաստանի քաղաքացիների համար։ Գիտեք, գործընթացը հեշտ չէ եւ մենք այս առումով շատ լրջորեն աշխատանքներ ենք տանում, որպեսզի բավարարենք Հայաստանի քաղաքացիների բարձր ակնկալիքները։ In order to bring the result of the visa-free regime to the Armenian citizens. And we know how popular this process is, so we are very seriously looking into how we can deliver precisely because there are so high expectations. Վիզաների ազատականացման գործընթացը ձեր գնահատմամբ որքան կտևի, արդյոք 2-3 տարի անց կարող ենք ամբողջությամբ ականատես լինել վիզաների ազատականացմանը։ Listen, it is not
It's very early to say how long it will take because in reality we are now at the very start of the moment when the reforms need to Դեռ շատ վաղ է ասել, որքան այն կտևի, որովհետև մենք մեկնարկային փուլում ենք բարեփոխումների առումով։ Միաժամանակ պետք է ասեմ, որ որոշ բարեփոխումներ արդեն ընթացքի մեջ են։ Օրինակ, Հայաստանի կառավարությունը արդեն կենսաչափական անձնագրերի հետ կապված բարեփոխումներին անդրադարձ է կատարել։ Ռեֆորմներ են տեղի ունենում նաև սահմանների կառավարման, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների ուղղությամբ։ Մենք լիահույս ենք, որ այս բարեփոխումներն ավարտին կհասնեն հաջորդ փուլում, կլինեն դրա վրա հիմնված գնահատումներ ու քննարկումներ։ Կարևոր է, որ դրանք լինեն ոչ թե մակերեսային, այլ խորքային, ապահովելու համար քաղաքացիների համար ազատության իրավունքը շատ ապահով պայմաններում։ So that we secure the freedom of movement under very secure and clear conditions for mobility for the Armenian citizens in the European Union. Պարոն դեսպան, Հայաստանը Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենք է ընդունել։ Ձեր կարծիքով արդյոք այդ գործընթացը բավարար տեմպերով առաջ է ընթանում, ինչ խոչընդոտներ կան։ Listen, the rules and the conditions for becoming a member of the European Union are very well known. They are mentioned in the treaty. Armenia's aspirations towards closer Եվրամիության անդամ դառնալու կանոնները եւ պայմանները բավականին հստակ ներկայացված են Եվրամիության օրենսդրության մեջ։ Ի գիտություն է ընդունված Հայաստանի նախաձեռնողականությունը Եվրամիության ընտանիքի անդամ դառնալու առումով, բայց անդամակցության գործընթացը սկսվում է դիմումի ներկայացմամբ։ Ես չեմ կարող մեկնաբանել այդ գործընթացը այս փուլում, բայց մի բան կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք նոր օրակարգի շրջանակում։ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև հարաբերություններն այնքան մոտ չեն եղել, որքան այսօր, բայց նաև մենք աշխատում ենք այս հարաբերությունները ավելի խորացնելու հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ As I mentioned earlier, EU-Armenia relations have never been as close as they are now, but what is important is that we are working together to make this deepening of the relations even better felt for the Armenian citizens. Thanks a lot.